Թե ինչ էլի հեռուստադիտող վերադարձան գովազդից եւ մեր տաղավարում է մեր այսօրվա առաջին հյուրը։ Տուբերկուլյոզը տարածված է ամենուր, խոցելի են բոլոր տարիքային խմբերը։ Տուբերկուլյոզը բուժելի է եւ կանխարգելի։ Մինչեւ 2030 թվականը տուբերկուլյոզի համաճարակի դադարեցումը միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման համար սահմանված առողջապահական խնդիրների շարքում է։ Հայաստանում տուբերկուլյոզի դեպքերի 72%-ը ախտորոշվում է պատահաբար։ Մեր տաղավարում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ ֆիզիատոր Հակոբ Աճեմյանը։ Բարև ձեզ, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ բազմազբաղ գրաֆիկի մեջ ժամանակ գտաք եւ թե մեզ, թե հեռուստադիտողներին այսօր ինֆորմացնեք։ Տեսեք, այստեղ մենք բացման խոսքի մեջ ասացինք պատահաբար, հա, ինչ ասել է պատահաբար եւ ինչու պատահաբար։ Նախ շնորհակալություն հրավերի համար, այսօրվա մեր հանդիպումը պատահական չէ, քանի որ 3 տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն է։ Մի փոքր ծանոթացնենք հեռուստադիտողին ինչ է տուբերկուլյոզը ընդհանրապես, դա վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ հիմնականում ախտահարում է թոքերը, մոտ 80% դեպքերում, բայց հնարավոր է նաեւ արտաթոքային տուբերկուլյոզի զարգացում, այնպիսին ինչպիսին օրինակ ոսկրահոդայինն է, կենտրոնական նյարդային համակարգի ավշահանգույցների եւ այլն։ Պատահաբար ախտորոշումը այդքան էլ ստույգ սահմանում չէ, ավելի ճիշտ է ասել ակտիվ եւ ոչ ակտիվ հայտնաբերում տուբերկուլյոզի։ Ակտիվ հայտնաբերումը դա այն տարբերակն է, երբ իրականացվում են սկրինինգային հետազոտություններ թիրախային խմբերում, այսինքն այն խմբերում, որտեղ բնակչությունը ավելի մեծ ռիսկի է ենթակա տուբերկուլյոզով վարակվելու կամ հիվանդանալու, հա։ Օրինակ դա միավով հիվանդ պացիենտներն են կամ կոնտակտավորները տուբերկուլյոզով հիվանդի հետ, անօթևանները, միգրանտ աշխատողները, տեղահանված անձինք կամ բնակչությունը, որը գտնվում է ազատազրկման վայրերում, տարբեր տեսակի իմունիտետը դիմադրողականությունը ընկճող բուժում ստացող պացիենտները։ Այդ խմբերում կարելի է իրականացնել թիրախային սկրինինգային հետազոտություններ եւ հայտնաբերել հիվանդությունը նույնիսկ նախքան պացիենտի կողմից գանգատներ ունենալը։ Եվ կա ոչ ակտիվ հայտնաբերում, երբ մենք կոպիտ ասած սպասում ենք մինչև պացիենտը գանգատներով ինքը կդիմի բժշկի, հա։ Շատ կարևոր է իմանալ այդ գանգատները, որպեսզի ժամանակին ճանաչել հիվանդությունը։ Դա հազն է, 2 շաբաթից ավել տևող թուլությունը, քաշի նվազումը, ախորժակի կորուստը։ Ավելի հազվադեպ կարող է լինել օրինակ ցավ կրծքավանդակում կամ արյունախխում։ Սա արդեն այդպես կոչված պատահաբար կամ пассив հայտնաբերումն է, երբ պացիենտը դիմում է իր բժշկին, բժիշկը ուղղորդում է դեպի ֆիզիատրները կամ տուբերկուլյոզի մասնագետները եւ վերջիններս նշանակում են համապատասխան հետազոտությունները, որի արդյունքում ախտորոշվում է տուբերկուլյոզ կամ ժխտվում է։ Իհարկե առանցքային հետազոտությունը դա մանրէաբանականն է, երբ հետազոտվող նմուշում, հիմնականում դա խորխն է, հայտնաբերվում են տուբերկուլյոզի հարուցիչները։ Շատերին թվում է, թե տուբերկուլյոզը դա նախորդ դարի հիվանդություն է եւ այո, եւ 1943 թվականին, եթե չեմ սխալվում, ստեղծեց անտիբիոտիկ, որի միջոցով եւ սկսվեց տուբերկուլյոզը բուժվել ավելի շատ քանակով, բայց տուբերկուլյոզը այսօր էլ շատ արդիական հիվանդություն է։ Ինչով է դա պայմանավորված։ Դուք շատ ճիշտ նշեցիք, կա այդ մոլորությունը, որ տուբերկուլյոզը դա հին ժամանակների հիվանդություն է կամ միայն սոցիալապես պայմանավորված հիվանդություն է։ Իհարկե դա իր մեջ ունի որոշակի ճշմարտության բաժին, քանի որ թեր սնումը, սոցիալական անբարենպաստ պայմանները նվազեցնում են տուբերկուլյոզի նկատմամբ դիմադրողականությունը եւ բարձրացնում հիվանդանալու հավանականությունը։ Բայց այսօր այո, տուբերկուլյոզը նաեւ համաշխարհային առողջապահական խնդիր է, բավական է նշել, որ այն մտնում է 10 հիվանդությունների շարքի մեջ, որոնք առաջատար են համարվում մահացություն առաջացնելու տեսանկյունից եւ աշխարհում 10 միլիոն եւ աշխարհում այո 10 միլիոն մարդ հիվանդ է տուբերկուլյոզով, իսկ 1 միլիոն 200,000-ը մահանում է տուբերկուլյոզից։ Դա պայմանավորված է նրանով, որ կան բազմաթիվ մարտահրավերներ։ Չնայած տուբերկուլյոզի հիվանդացությունը նվազում է ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, բայց այդ մարտահրավերները շարունակում են մնալ։
Տուբերկուլոզի հարուցիչը ինչպես ցանկացած կենդանի բան այս աշխարհում չի ցանկանում ոչնչանալ եւ հմտություններ է մշակում, որ հակաբիոտիկները, հակատուբերկուլոզային դեղերը չկարողանան իրեն ոչնչացնել։ Սա կոչվում է դեղակայունություն։ Եվ ցավոք սրտի նույնիսկ նորագույն հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ այսօր դիտվում են դեպքեր, երբ առաջանում է կայունություն, այսինքն դեղը չի ազդում հարուցիչի վրա, եւ սա մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար, այդ թվում եւ տուբերկուլոզի։ Մյուս մարտահրավերներից է տուբերկուլոզի դեպքերի բացահայտումը։ Մենք այսօր խոսեցինք հենց այդ պատահական հայտնաբերումների մասին, ըստ ԱՀԿ-ի գնահատման տուբերկուլոզի դեպքերի միայն 78%-ն է բացահայտվում, իսկ շուրջ 2 միլիոն դեպք մնում է չբացահայտված եւ հետագայում բնական է դա թևակողելու է ավելի ծանր կլինիկական ընթացքով դեպքերի եւ բարդությունների։ Կարևոր է նաեւ մարտահրավերների մեջ տուբերկուլոզով հիվանդ պացիենտների սոցիալական բեռի նվազեցումը։ Ճիշտ է, տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է եւ մենք ունենք արդյունավետ բուժման դեղեր, սխեմաներ, բայց ամենակարճ բուժման սխեման 4 ամիս է։ Միջինում տևում է 6-ից 9 ամիս, կախված կլինիկական ձևից եւ ծանրության աստիճանից, իսկ ավելի բարդ ձևերը դեղակայունության կամ կլինիկորեն ծանր ձևերը մինչև 18 ամիս կարող են տևել եւ բնական է այս ընթացքում պացիենտը ունենում է որոշակի սոցիալական կորուստներ եւ նրա ընտանիքը։ Եվ ԱՀԿ-ի հաշվարկով համաշխարհային մասշտաբներով միայն 44%-ն է փոխհատուցվում այդ կորուստների պացիենտների մոտ։ Այսպիսով հայտնաբերումը, դեղակայունությունը եւ նաեւ բուժման ընդհատումները լուրջ մարտահրավեր են հանդիսանում տուբերկուլոզի բուժման գործընթացում։ Շատացրախ պացիենտները ձանձրանում են երկարատև բուժումից, ի հայտ են գալիս կողմնակի ազդեցություններ, կարիք է լինում օրինակ աշխատանքային միգրացիայի, ինչը մեր երկրում նույնպես խնդիր է հանդիսանում։ Եվ դա բերում է նրան, որ որոշ տոկոսով պացիենտներ, օրինակ Հայաստանում մոտավորապես 7%-ը ընդհատում են բուժումը եւ չեն ավարտում այն։ Սոցիալական կորուստը ինչ, ես չհասկացա ճիշտ ասած սոցիալական կորուստ ասելով ինչ նկատի ունեք, այսինքն ֆինանսական միջոցներ, աշխատանքի կորուստ, բուժումը թանկ է, դեղերոիկն է թանկ, թե անվճար բուժման տարբերակ կա։ Շատ կարևոր հարց բարձրացրեցինք, նշենք, որ տուբերկուլոզի բուժումը եւ ախտորոշումը Հայաստանում անվճար է։ Այսինքն պացիենտը բուժման վրա ոչ մի գումար չի ծախսում, բայց նույնիսկ 4 ամսով երկարատև բուժում ստանալը նշանակում է որոշակի ժամանակահատվածով կտրվել կենցաղից, առօրյայից, երբեմն աշխատանքից, երբեմն կարող են ի հայտ գալ օրինակ խտրականության, խարանի դեպքեր հիվանդների նկատմամբ, ինչի հետևանքով այս սոցիալական կորուստները դառնում են անխուսափելի։ Այդ պատճառով տուբերկուլոզի դեմ նվիրված այդ իրականացվող ծրագրերի շրջանակներում միայն բժիշկները եւ բուժքույրերը չեն, որ ներգրավված են։ Իհարկե նրանց դերը փոխարինելի է, բայց կոնկրետ Հայաստանում տուբերկուլոզի հակազդման ծրագրում ներառված են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, որոնք որոշ չափով փորձում են օգնել պացիենտներին, թեկուզ խորհրդատվության մակարդակով պացիենտներին տրվում է որոշակի սոցիալական աջակցություն գումարի տեսքով, իրենց այդ սոցիալական բեռը թեթևացնելու համար։ Շատ լավ, իսկ այս հիվանդությունը որքանով է վարակիչ առօրյա շփման պարագայում եւ մարդիկ ինչից պետք է զգուշանան առաջնայինք։ Մենք այսպես սահուն կերպով անցանք համաճարակաբանությանը եւ կանխարգելմանը, Թոքային տուբերկուլոզով մեկ չախտորոշված եւ բուժում չստացող պացիենտը տարվա ընթացքում վարակում է 10 մարդ։ Եվ աշխարհում ամեն 4-րդ մարդ վարակված է տուբերկուլոզով։ 25% է երկրագնդի բնակչության, բայց բնական է ամեն 4-րդ մարդ տուբերկուլոզով հիվանդ չէ։ Հիվանդանում են վարակվածների 10%-ը կապված այն գործոններից, որոնք նվազեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Ընդ որում առաջին 5%-ը հիվանդանում են առաջի 2 տարվա ընթացքում, իսկ մնացածը կյանքի մյուս հատվածում։ Կան գործոն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում, ինչպես ասեցի, եւ երբ թոքային տուբերկուլոզով հիվանդ պացիենտը բարձր խոսելիս, հազալիս, փռշտալիս, աերոզոլի փոքր կաթիլները արտաշնչում արտաքին միջավայր եւ առողջ մարդը դրանք ներշնչելով վարակվում է։ Հիմա եթե խոսում ենք կանխարգելման մասին, ապա առաջի քայլը դա վարակի աղբյուրն է։
այսինքն կարևոր է բացահայտել, ախտորոշել թոքային տուբերկուլոզով պացիենտին եւ բուժել։ Եվ նույնիսկ դեռ բուժումը չավարտած արդյունավետ բուժման պարագայում մի քանի շաբաթների կամ ամսվա ընթացքում պացիենտը կարող է դառնալ ոչ վարակիչ։ Եվ սա շատ կարևոր կանխարգելման քայլ է։ Մյուս օղակը, որի վրա պետք է ազդենք, դա փոխանցման մեխանիզմն է։ Եթե դա օդակաթիլային ճանապարհով է հիմնականում փոխանցվում, ապա կարևոր է օդափոխությունը, որը կարող է լինել բնական եւ արհեստական, օրինակ մասնագիտացված հիմնարկներում գործում է հատուկ արհեստական օդափոխության համակարգ, ուլտրամանուշակագույն լամպերը բուժ հիմնարկներում, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների 5 րոպեվա ընթացքում ոչնչացնում են տուբերկուլոզի հարուցիչին եւ այսպես կոչված սոցիալական հեռավորության պահպանումը, օրինակ աշխատողների միջև։ Եթե մարդը գտնվում է ռիսկային գոտում, ապա կարևոր է նաև շնչադիմակ կրելը, պացիենտների կողմից հազի հիգիենայի պահպանումը։ Բայց բացի վարակվելուց կան գործոններ, որոնք նվազեցնում են դիմադրողականությունը արդեն վարակված լինելու պայմաններում, նպաստելով հիվանդության զարգացմանը, եւ այստեղ շատ կարևոր է լիարժեք սնումը, սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպերով, վիտամիններով հարուստ սնունդ, ռացիոնալ սնունդ, այսպես ասած, հանգստի եւ զբաղվածության ճիշտ համատեղումը, մի շարք ուղեկցող հիվանդությունների կառավարումը, բուժումը, օրինակ միավ կամ շաքարային դիաբետ։ Կարևոր է նաեւ որոշ դեպքերում կանխարգելիչ բուժման նշանակումը։ Այսինքն կանխարգելիչ բուժումը դա բուժում է, որը մենք նշանակում ենք վարակված անձանց, որպեսզի նրանք չհիվանդանան։ Իհարկե ոչ բոլորին, այլ որոշակի թիրախային խմբերում։ Օրինակ դա իրականանում է կոնտակտավորների շրջանում կամ այնպիսի պացիենտների շրջանում, որոնք այլ հիվանդության կապակցությամբ պետք է ստանան դիմադրողականությունը ընկճող դեղեր։ Մենք այնպես չի աշխարհի ամենատոլերանտ հասարակությունն ենք ու խտրականությունը տուբերկուլոզ ունեցող մարդկանց հանդեպ նաև սոցիումի կողմից կա երբեմն շատ ավելի շատ, քան այդ զգուշավորությունը, քան օրինակ պետք է, այ հետաքրքիր է հասարակությունը, մարդիկ ինչ պետք է իմանան տուբերկուլոզի մասին, որ օրինակ այդ խտրականությունը չլինի։ Միշտ այս խնդիրը պայմանավորված է գիտելիքի պակասով, որովհետև գիտելիքի պակասը կամ բերում է վտանգավոր անվախության, կամ չհիմնավորված վախերի։ Եվ չհիմնավորված վախերը միշտ ստեղծում են խարան խտրականություն, հա։ Կարևոր է իմանալ նախ փոխանցման ճանապարհը, որի մասին մենք խոսեցինք, նախ որ տուբերկուլոզը հիմնականում փոխանցվում է փակ տարածքներում, այսինքն սենքային տարածքներում, հա, բաց տարածքում այն որպես կանոն չի փոխանցվում, որ պացիենտին խարանելով մենք միշտ ավելի վատթարացնում ենք համաճարակաբանական վիճակը, որովհետև խարանված պացիենտը թաքցնելու է իր հիվանդությունը, թաքցնելու է նաև իր ընկերներից, այստեղ մենք խնդիր ենք ունենալու կոնտակտավորներին հետազոտելու հարցում, որովհետև պացիենտը այն մարդն է, ով ամենալավը գիտի, թե ում հետ է ինքը շփման մեջ եղել եւ ինքը պետք է ներկայացնի իր կոնտակտավորներին։ Պետք է իմանալ, որ արդյունավետ բուժման պարագայում շատ արագ տուբերկուլոզով պացիենտը մոտ 1 ամսվան համարժեք ժամանակահատվածում կարող է կախված կլինիկական ծանրության վիճակից փոփոխվել, այս ժամանակահատվածը դառնում է ոչ վարակիչ եւ նա արդեն կարող է վերադառնալ իր սովորական կենցաղի։ Այ օրինակ թողարկման սկզբում խոսեցինք բուժման մեթոդներից, այսօր բժշկությունը ինչ առաջընթաց ունի տուբերկուլոզի բուժման մեջ եւ օրինակ համեմատած նախորդ 20 տարիներին։ Եվ Հայաստանը որքանով է այդ տենդենսին համընթաց գնում։ Գոյություն ունեն տուբերկուլոզի առաջի շարքի դեղեր հակատուբերկուլոզային եւ երկրորդ շարքի հակատուբերկուլոզային դեղեր եւ ինչպես ասացի տուբերկուլոզի բուժման գործընթացում ամենամեծ խնդիրը դեղակայունությունն է եւ վերջին 10 տարիների ընթացքում ի հայտ են եկել բավականին արդյունավետ երկրորդ շարքի հակատուբերկուլոզային դեղեր, նոր դեղեր եւ վերագնահատված դեղեր, ինչի շնորհիվ հնարավոր են եղել կառուցել ավելի արդյունավետ բուժման ռեժիմներ։
Եթե օրինակ առաջ մենք տուբերկուլյոզը դեղազգայուն տուբերկուլյոզը բուժում էինք 6 ամսում, իսկ դեղակայուն տուբերկուլյոզը բուժում էինք 18 ամսում, ապա հիմա կան կարճաժամկետ, այսպես կոչված հիվանդակենտրոն ռեժիմներ, որոնք կարճ ժամանակում են թույլ տալիս բուժել հիվանդությունը եւ ինչքան կարճ է բուժման տևողությունը, այնքան պացիենտը ավելի շուտ է վերադառնում իր սովորական կյանքին, այնքան ավելի քիչ են կողմնակի ազդեցությունները։ Եվ այսօր կարճաժամկետ բուժումներից, օրինակ մենք կիրառում ենք դեղազգային տուբերկուլոզի 4 ամսվա բուժումը, կան իհարկե հիմնական դեպքերում պացիենտները բուժում են 6 ամսվա ընթացքում, բայց բավականին մեծ քայլ է արվել դեղակայուն տուբերկուլոզի բուժման ոլորտում։ Եթե առաջ մենք բուժում էինք միայն 18 ամսվա ընթացքում, ապա հիմա այդ ժամանակը կրճատվել է 6-ից 9 ամիս։ Բարեբախտաբար Հայաստանում առկա են բոլոր արդի հակատուբերկուլոզային դեղերը եւ կիրառվում են բոլոր կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռեժիմները, կախված տեղակայունության ձևից, հակացուցումներից եւ պացիենտի կլինիկական վիճակից։ Այս առումով Հայաստանը ունի նաև ախտորոշման բոլոր հնարավոր տարբերակները, օրինակ մոլեկուլյար հետազոտության եղանակները, երբ մենք մեկ օրվա ընթացքում հետազոտվող նմուշում, որը հիմնականում խորխն է, բայց կարող է լինել նաև այլ նմուշ, ոչ միայն հայտնաբերում ենք տուբերկուլոզի միկոբակտերիաների գենետիկական նյութը, այլ տեղեկույթ ենք ստանում, թե որ հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ է տվյալ հարուցիչը կայուն եւ զգայուն եւ 1-2 օրվա ընթացքում մենք արդեն կարող ենք նշանակել adekvat բուժում։ Եվ սա թույլ է տվել թերևս բավականին բարելավել տուբերկուլոզի վիճակը Հայաստանում, եթե նախկինում օրինակ 2015 թվականին հիվանդացությունը 100,000 բնակչի առումով 36.6 էր, ապա հիմա այն դարձել է 12.6, այսինքն 66.6%-ով նվազում, 66%-ով նվազում ունենք հիվանդացության։ Իհարկե սա չպետք է գլխապտույտ առաջացնի եւ աչալրջությունը թուլացնի, որովհետեւ մեր խոսակցության սկզբում ես նշեցի այն մարտահրավերները, որոնք կան տուբերկուլոզի ընթացքում եւ Հայաստանը նույնպես չի կարող որպես աշխարհի մի մաս առանձին մնալ, զերծ մնալ այս մարտահրավերներից եւ չպետք է կորցնել աչալրջությունը։ Եթե սեռերի ու տարիքների հետ կապված խոսենք, երբեմն կարող է կարծրատիպային տպավորություն ստեղծվել, որ միջինից բարձր տարիքի տղամարդկանց մոտ է ավելի հաճախ հանդիպում։ Խնդրեմ ասեք, սա կարծրատիպ է եւ ոչ, սեռային տարիքային ինչ բան կա եւ երեխաների մոտ հանդիպում է տուբերկուլյոզ։ Այո, տեսեք, համաշխարհային տվյալներով, եթե վերցնենք սեռային կազմը, վերջին 2025 թվականի տվյալներով 54%-ը տղամարդիկ են, 35%-ը կանայք, 11%-ը երեխաները։ Հայաստանում կանանց եւ երեխաների տոկոսը շատ ավելի ցածր է, համարյա կրկնակի։ Ցավոք սրտի հիվանդացությունը ավելի բարձր է լինում աշխատունակ տարիքի տղամարդկանց շրջանում, այստեղ նաև մեծ նշանակություն ունի այն ռիսկերը, որոնց ենթարկվում են պացիենտները, որոնց մասին մենք խոսեցինք, դրանք եւ վարակվելու ռիսկերն են եւ վարակված լինելու պարագայում դիմադրողականության նվազեցնող ռիսկերը, որոնք բերում են հիվանդացության զարգացման։ Երեխաների մոտ տուբերկուլոզի կանխարգելման տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի օրինակ պատվաստումը, հա։ Երևի գիտեք, որ շատ հիվանդություններ արմատախիլ են արվել կամ նրանց հիվանդացությունը կտրուկ նվազել է շնորհիվ պատվաստումների կիրառման։ Ցավոք սրտի տուբերկուլոզի դեպքում մենք չենք կարող այդ բանը ասել, այսօր կիրառվում է BCG պատվաստումը, որը իհարկե ունենում է դրական արդյունք բայց այն թույլ չի տալիս ամբողջությամբ բացառել տուբերկուլոզի զարգացումը, այլ նվազեցնում է միայն ծանր կլինիկական դեպքերի հավանականությունը, օրինակ տուբերկուլոզային մենինգիտի զարգացումը, որը հաճախ ի հայտ է գալիս երեխաների մոտ։ Բայց ասեմ, որ համաշխարհային գիտական ոլորտը շատ սերտ զբաղվում է այս խնդրով եւ 2025 թվականին արկային առնվազն 6 նոր պատվաստանյութեր, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների 3-րդ փուլում եւ արդեն բավականին շոշափելի է դառնում այն օրը, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում մենք կունենանք նոր պատվաստանյութեր, որոնք այսօրվա պատվաստանյութից ավելի արդյունավետ կլինեն եւ դա իհարկե մեծ ներդրում կունենա տուբերկուլոզի կանխարգելման գործընթացում։
Հույս ունենանք, շնորհակալություն կամ շատ կարևոր թեմա է, շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք այս առավոտ։ Հիշեցնենք, մեր տաղավարում էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ ֆթիզիատոր Հակոբ Աճեմյանը, իսկ հիմա սիրելի հեռուստատեղ առաջարկում ենք դիտել գովազդ եւ վերադառնալ։